Ողջույններս հայրենակիցներ հարգելի, ուզում եմ մի երկու հարցի անդրադառնանք ու երկու երևույթ ամփոփենք, ճիշտը ամեն անգամ նման հարցին անդրադառնալով ես շատ անհարմար եմ զգում, բայց քանի որ դա մեր առօրյան է, ինչ որտեղ մեզ է վերաբերվում, դրա համար անտարբեր չանցնենք, շոշափենք։ Խոսքս վերաբերում է վերջերս մի քանի երևույթների շարունակական դերասանությունների մասին, որը ազգային ժողովում տեղի է ունեցել, ինչ որ քֆուր են տալիս, չգիտես ում են տալիս, հիմա ճշտենք ում են տալիս և հարցնենք ում են տալիս, խոսքս վերաբերում է այդ քֆուր տվողներին, դուք ասենք ինքնասիրություն ունեք, ինչ որ մեկին եք քֆուր եք տալիս, ուզում եմ հասկանալ, ոնց կարելի է հասկացած, կամ դուք սրբություն ունեք, ինչ որ մեկին փորձում եք սրբության կպնել, ընդհանրապես դուք ինչ սրբություն ունեք, դուք ինչ ինքնասիրություն ունեք, խոսեք ձեր ինքնասիրության մասին, ձեր սրբության մասին մենք իմանանք, այդ գիշեր-ցերեկ բալտատ են անում ազգային ժողովից ու տարբեր տեղերից, երկու անգամ խոսեք ձեր սրբություններից, ինքնասիրությունից մարդիկ իմանան, որպես դուք ինչ եք քֆուր տալիս, ում եք քֆուր տալիս, դուք վիրավորվել եք ձեր ինքնասիրությանը կպել են, դուք անդրադառնում եք, թե ոնց, ինչ սրբություն ունեք դուք, և ընդհանրապես կակրած վերջերքս ես կարծես թե զգացել եմ այս ամենը նման հարց եմ բարձրաձայնել այն մասին, որ դուք ներկայացեք ով եք դուք, օրինակ, եթե ինքնասիրության վերաբերյալ է, սրբության վերաբերյալ է խոսքը, ով են ձեր պապերը, ով են ձեր հայրերը, ձեր հոր հայրերը, ձեր պապերի հայրերը, պապերը, արմատներիս որտեղ եք, ով եք դուք, ասեք մարդկանց, իմանան, այն վաղտը կխոսենք ազգամիջյան հարցերի վերաբերյալ, ազգաբանության վերաբերյալ, թե դուք թուրք եք, թե ով եք, այ որ խոսեք, այն վաղտը կարող եք դուք որպես թուրք վիրավորվել, կամ որ ձեզ թուրք են ասում վիրավորվել, այնպես որ ձեր քֆուրները, դուք ինչ ինքնասիրություն եք, որ մարդուն քֆուր եք տալիս, վիրավորում եք, դուք ինքնասիրություն որտեղից է, որ կպնեն, ձեր սրբություն որտեղից է, որ ասենք սրբությանը կպել են, դուք սրբություն չունեք, շատ կուզենայի, որ ես լսողներից մեկը գոնե Աննա Հակոբյանի ծանոթ լիներ կամ ինչ որ մի կերպ փոխանցեր, որ չգիտեմ, չենք հասկանում դուք ու արդեն մաշված կյանքից, կեսից, ինչ ես որոշել անել, կրթվել, թե չկրթվել, ավելի լավն էր դու սկզբից կրթվեիր, մեր 5000 ջահել հայի գլուխ չուտեիր, որովհետև ամենամեծ արժեքը մարդու կյանքն է, եթե մարդու կյանքը չես հարգում, այդ կրթությունն էլ անիմաստ է ու այդ կրթությունն էլ քեզ չի փրկի ու այդ կրթությունն էլ կրթություն չի, որովհետև ցանկացած բան կապված է մարդու կյանքի հետ, երբ որ դու մարդու կյանք հարգես, այն ժամանակ դու կարաս բարոյականությունից խոսել, առավել ևս կրթությունից խոսել, ձեզ
Սրանից հետո ոչ մի բան էլ չի փրկի, անկախ նրանից թե ինչ որոշեք, ինչ չորոշեք, ինչով զբաղվեք, որովհետև ձեզ միայն մի բան է մնում ապաշխարել, դա էլ այն է, ինչ դուք չեք անում, որովհետև նման հանցագործությունների մասնակից նման անազգամների հետ միայն դատաստան է լինում, ուրիշ ոչ մի բան, եւ միայն մի ձերք է փրկում, դա Աստծո ձերքն է, եթե չի խառնում է ձերքը, դա հնարավոր չի փրկություն լինել։ Եվ ինչ որ միտեղ, եթե ինչ որ կախված է ձեր ընտրությունից, դուք այն ընտրությունն է, որ պիտի ապաշխարեք, չեք ապաշխարում։ Մյուս անգամ ցանկացած արժեքներից, ինքնասիրությունից, ազգային նամանավանդ արժեքներից մինչ խոսելը դուք ներկայացեք ով եք, ովքեր են ձեր հայերը, ձեր արմատները, ձեր հոր հայերը, ձեր պապերը, պապերի պապերը, արմատներից որտեղ եք դուք։ Այն ժամանակ կխոսենք, ով ում քֆուր տալիս, ով ում կարող է քֆուր տալ։ Իսկ քֆուր տալու առումով դուք եք թույլ տվել քֆուրի, անկախ նրանից դուք տակ, չտակ, ձեզ քֆուր են տալու, ամբողջ ձեր կյանք։ Այնպես որ դա ձեր թույլտվությունն է։ Եվ ընդհանրապես ամեն մեկդ ներկայացեք ով եք դուք հայ ժողովրդին։ Հակառակ դեպքում այդ մուսուլմանական հավատքը վերցրեք ու ստեղից ընդհանրապես ոչ միայն հայոց երկրից, այլ աշխարհից չքվեք, որտեղ ուզում եք չքվեք։ Աստված ձեզ համար չի այս ամենը ստեղծել, Աստված մարդկանց կյանքերի իր փառքի համար է ստեղծել, մարդկանց կյանք է տվել իր փառքերի համար։ Եվ ընդհանրապես հայ ժողովուրդ, կուզեմ սրան ավելացնել այն, որ մինչև մեր միջից այս ապեր, գիտես, այս խուժանական, հուսով եմ հասկանում եք ինչի մասին է խոսքը, փողոցային այս վարքը, բարքը, այս կենցաղը, այս բնույթը մինչև մեր միջից դուրս չի գա, այս ապեր ջան, բան, գիտես, ես վերջերս այնպիսի բաներ ա կատարում, այնպիսի բաներ ես հանդիպում, այնպիսի երևույթների, որ հնարավոր չէ բոլորը թվարկել ու նույնիսկ հնարավոր չէ դա տեղավորել, ես սրա վրա չծախսեմ ժամանակ, որովհետև արդեն ամեն ինչ պարզ է, մենք ինչի հետ ենք բախվել, մենք ում հետ ենք բախվել, այս ամենի հետևում ով է կանգնած եւ ինչ է եղել, մինչև այս բաները մեր միջից դուրս չգա, մենք ոչ ազգ ենք դառնալու, ոչ ժողովուրդ ենք դառնալու, մենք ոչինչ էլ չենք դառնալու։ Ես անձամբ ես չգիտեմ ոնց բացատրեմ, թե ինչքան եմ ես ամաչում, որ նման մարդկանց, նման երևույթների եմ հանդիպում, նման մթնոլորտում եմ ես ապրում։ Այո, Ղարաբաղում էլ էր այդպես, մենք անծանոթ չենք, բայց այն ինչին մենք հանդիպում ենք, դա արդեն չափից անցա ու վերջն է։ Եվ ընդհանրապես, ինչպես միշտ հիմա էլ, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի ես նման շարքերը լքեմ, դա իմ տեղը չի, որովհետև նման ներկայությունում, նման միջավայրում ապրելով դու կամ նման ես դառնում, կամ էլ իրանք պիտի քեզ նման դառնան։ Դե իրանք քեզ նման դառնալու հետ կապված արդեն ով ինչ կարացել է, արել է։ Ժամանակին Հայաստանում պարզ է ով է պարտվել, ով է հաղթել։ Մինչ մենք Հայաստան գալը արդեն արված էր շատ բան։ Եվ ընդհանրապես այս ամենի համար, եթե էլի հիշում եք եւ կրկնում եք որպես պատճառ, բա գիտեք հներն է մեղավոր, նախկիններն է մեղավոր, բան, դրա համար էլ շարունակեմ ու
ասեմ, խոսեմ։ Ես չգիտեմ նախնիները ինչքան է մեղավոր, ինչքան չէ մեղավոր, բայց ես մի բան գիտեմ։ Խոսքս վերաբերում է նաև ավելացնեմ թե Ռոբերտ Քոչարյանականներին, թե Ռոբերտ Քոչարյանին ու նրա հետևողներին, թե Սերժ Սարգսյանականներին։ Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց եթե այսպիսի միջավայր մթնոլորտ հասկացողություն կա, ասենք հին, նախկին, եւ ընդհանրապես ես իրավունք եմ վերապահում որպես ես Ղարաբաղցի, Արցախցի, գոնե երկու ազնվորությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին ասել հետեւյալը, որպես ես Ղարաբաղցի, որովհետեւ իրանք Ղարաբաղցու անունով են եկել Հայաստան, հիմք դրել ու կյանք ձևավորել այստեղ։ Եվ փաստորեն ստացվում է, եթե այդպիսի բան կա, ես ստացվում է եւ համ նախկիներին եմ ուղում խոսքս եւ համ նորերին։ Այդ ձեզ ասում եմ, այդ դերասանությունն ու թատրոնը վերջ տվեք։ Արցախցին ու Ղարաբաղցին արժանապատիվ իմ իմացած սրան չի արժանի, որ իրանց կյանքի կեսը տանջանքի մեջ մաշած գա մյուս կեսն էլ ձեր խաղերի զոհը դարձնի։ Արցախցին արժանի է արդեն լավ մարդավարի արժանապատիվ ապրելու։ Եվ այդ խաղերը մեզ այդ խաղերից հանեք եւ անկախ նրանից հանեք չանենք, մենք այդ խաղերից դուրս ենք գալիս։ Այս ժողովուրդը, ստեղի ժողովուրդը ասում է, որ դուք ասում եք, որ բանակցությունները Արցախի կորուստի հետ կապված բանակցությունները պրավալ են տվել, այսինքն ստապալել են։ Գնացել է ինքը զրոկիտից սկսել, բանակցել ու հանձնել, այսինքն ինչ վերաբերում է ձեր անելուն դուք կապ չունեք այդտեղ։ Դուք այդպես եք ասում։ Այս ժողովուրդը ասում է նախկիններն են մեղավոր։ Քոչարյանականները, Սերժականները մեր գլխին շանոյին են դրել, մեզ օր ու արև չեն տվել։ Հիմա դուք այսպես եք ասում, իրանք այնպես են ասում, այսինքն դուք այնպիսի օր եք գցել Հայաստանը ու Հայաստանի ժողովրդին, որ ստիպված իրանք այսպիսի քայլի են դիմել, այսպիսի եզրակացության են եկել, այսպիսի որոշման են եկել, որ կամ ցանկացած մեկը կամ ոչ Սերժ, ոչ Քոչարյան, այսինքն կամ ոչ նախկիններ։ Ու այնպես է ստացվել, որ այդ պահը ստեղծել է թե Փաշինյանը, թե ինքն այդ պահին հանդիպել, ընտրել են այս թուրքամետ Փաշինյանին։ Հիմա եթե էս է պատճառը, փաստորեն իրանք այդպես են ասում, որ իրանք դրա համար են Փաշինյանին ընտրել, այս թուրքամետին, հա, խաբվեցինք, բայց պատճառը այն է, որ մեզ այն կարգի են զվզուցրել, որ մենք արդեն մեր գլխով ամեն ինչ անցել է, մենք էլ այդ ինչ անցել է, այդ ենք արել։ Հիմա էս է փաստը։ Դուք ստացվում է, հիմա ձեզ եմ ասում, եւ նորեր, եւ նախկիններ, այս հարցը դուք պիտի լուծեք։ Ձեր մեջ թե ով է մեղավոր, դուք որոշեցիք։ Չկա որ երրորդը մեղավոր լինի, կամ այս մեկն է մեղավոր, կամ էլ այն մեկն է մեղավոր, կամ էլ բոլորդ միասին կազմակերպած դուք բոլորդ էլ մեղավոր եք, այս ամենը դուք եք կազմակերպել։ Ուրիշ բան չկա։ Դուք եք որոշում ով է մեղավոր, դուք այդ հարցը լուծեցեք։ Մեր Արցախի հարցն էլ լուծեցեք, մեր Արցախի վերադարձի հարցն էլ լուծեցենք, մինչ վերադառնալը նաև ասեմ որ այսօր դուք Արցախի, Ղարաբաղի անունով այնպիսի հիմք եք դրել, այնպիսի հնարավորություններ եք ձեր բերել, այդ խրախճանքի մասին չխոսեմ։ Արցախցին կարոտ չի, արցախցին չի փափագում խրախճանքին, բայց արցախցիները այսօրվա դեպքով այնպիսի սոցիալապես խոցված ընտանիքներ ու արցախցիներ կան, որտեղ խրախճանքի մասին չի խոսքը, տեղ ուղղակի օգնության հասնելու փոքր ինչ
մեղմացնելու։ Նաև ինչու՞ չէ խրախճանքի է արժանի Արցախցին, բայց այսօր դուք եք խրախճանքի մեջ, դուք եք բոլո լիքի մեջ, բայց դուք տեղյակ չեք արցախցիք ինչ վիճակում են, խոցելի արցախցիքներ կան։ Դուք մենակ ձեր կապերը դեռ ձեր շրջապատների հետ է, ձեր մերձավորների հետ է։ Այս թեման ես չեմ ուզում շատ շարունակեմ, ուղղակի հիշեցնեմ որպես իրողություն, որպես փաստ, եւ ժողովուրդը միշտ փաստից է խոսելու։ Դե ո՞նց եք այդ հարցերը լուծում, դա դուք եք որոշում։ Այնպես որ այդ դերասանությունը ձեզ պահեք, այդ դերասանությունից մեզ հեռու տարեք։ Եվ նորերի վերաբերյալ նորեր։ Այսուհետ ձեններդ դուք կտրեք ու նստեք տեղներդ։ Լավ կլինի ասեք դուք вообще ով եք, ինչ հավատքի հետևորդներ եք, քրիստոնյա եք, մուսուլման եք, ձեզ ընդհանրապես հոգևոր առաջնորդ ունեք, հոգևոր լիդեր ունեք, եթե դուք հայ ժողովրդի մաս եք կազմում։ Կներեք, մոռացա, Էրդողանն է ձեր լիդերը, մոռացա։ Այդ մուսուլմանությունը վերցրեք ստեղից ներդ, անհետացեք։ Քանի որ խոսքս վերաբերվեց հոգևոր հարցին, որը շատ կարևոր է, եւ այս ամեն ինչի հիմքում ընկած է հոգևոր հարցը, այսօր այս մուսուլմանները երկրագնդում ծաղկել են եւ իրանք քարոզում են մուսուլմանություն, ոչ քրիստոնեություն։ Եվ ընդհանրապես որպեսզի ավելի արմատի զգանք, ես կուզեմ խոսել նրա մասին, որ ընդհանրապես մենք, երբ որ ասենք մեր թվականները, երբ որ ծնվել ենք, այսպես էլ տեսել ենք, մենք ազգային արժեքները, հոգևոր արժեքները, մշակութային արժեքները եւ ամեն նման բաները մենք ամեն ինչ չարաշահել ենք, մենք ամեն ինչ պղծել ենք, մենք այդ ամեն ինչ տապալել ենք։ Այսօր մարդիկ ինչ ուզում են, ամեն ինչ մտներով անցնում է եւ ազգային արժեքների վերաբերյալ, եւ հոգևոր արժեքների վերաբերյալ, եւ ընդհանրապես այսօր մարդկանց նմանավանդ նույնիսկ մեծահասակների հետ խոսելու, իրանք երբ որ հավատքից ես խոսում հետը, ասում է, գիտես, ասում է, օրինակ մարդը, մեծ տարիքի մարդը, ասում է, մեր տանը կողքը խաչ կար, Ղարաբաղցու վերաբերյալ է խոսքը, մեր տանը կողքը խաչ կար, ու ես միշտ այդ խաչին հետևում էի, այսինքն թե ինքը ոնց է պաշտում, այդ խաչին պաշտել, այդ ինքը կիմանա, բայց այսինքն ինքը ասում է, որ ես այդ խաչը կա խաչը, եւ ինչ, հարցը այն է, որ մենակ այդ խաչի հետ կապված սա ձևավորված այդ մարդու հավատքը, եւ ասում է, այսքանից հետո որ այսպես եղավ, այսինքն Արցախի հետ կապված, մեր հայրենիքի հետ կապված, ընդհանրապես հայ ժողովրդի հետ կապված, որ այսպես վատ եղավ, եւ կարող ենք այսպես ասել, որ քանի գնում վատ է լինում, այսինքն մարդը ասում է, ինչ հավատքի մասին կարող եմ ես մտածել կամ խոսել, այսինքն այդքանից հետո հավատ չկա։ Հարցը այն է, որ մարդիկ իրանց հավատքը կապում են խաչի հետ միայն, խաչը ինչ։ Եվ բացի դրանից այսօր կան մարդիկ խաչը սենց թափահարելով ինչ որ դևեր էին քշում, ինչ որ դևերը խաչից վախենում են։ Այո, դևերը խաչից վախենում են, բայց են քո ձեռի խաչից չեն վախենում, է որ Հիսուսը այդ խաչի վրա խաչվել է, այն իրա թափած արյունը այդ խաչի վրա հոսել է, որովհետև այդ արյունը դա մարդու, սովորական մարդու մեղավոր արյուն չի, դա Աստծո որդու արյունն է, դա սրբացած արյուն է, այդ խաչից ինքը վախում է, որովհետև այդ խաչի վրա իր արյունովը մաքրագրել է մարդկության նոր ուխտ է կնքել,
մարդկության համար։ Եվ ցանկացած հավատող մարդ ինքը նոր ուխտի մեջ է մտնում եւ Աստծո հետ ուխտ է կապում եւ ինքը այդ արյունը մաքրագրվում է, իր արյունն էլ է մաքրվում։ Մարդիկ տեղյակ չեն այս ամենի մասին, որովհետեւ քրիստոնեություն չի քարոզել մարդկանց։ Հիմա կարդում ենք ավետարանը, Հիսուսը խաչը թափահարելով է դևերը հանել, թե Աստծո խոսքով։ Կամ Հիսուսը սատանային փորձության ժամանակ խաչ թափահարելով քշե սատանային, թե Աստծո խոսքով։ Այս ազգային արժեքները, այս կեղծ հոգևոր երևույթներն ու պատկերացումներն է պատճառը մեր այսօրվա, որովհետև մենք ընդհանրապես քրիստոնեության հետ այս պայդրությամբ այդ երևույթներով կապ չունենք։ Այսօր մարդու ուշադրությունը լրիվությամբ գրավում են տաճարների վրա, եկեղեցիների, շենք եկեղեցիների վրա։ Մարդկանց ուշադրությունը գրավում են։ Ինչ։ Հիսուսը Երուսաղեմի տաճարի վրա ուշադրություն գրավեց, Հիսուսը դրա նշանակություն տվեց, Պետրոսը, չէ՞ որ դա Պետրոսի այդ անտեղյակ դիրքն է, որ Հիսուսին ասես, տես ինչ ղաշանք, ինչ գեղեցիկ քարեր են, տես, Հիսուսին է ցույց տալիս, իբր թե Հիսուսը չգիտի ինչ է դա, ինչ է պատասխանում Հիսուսը, ասում այդ քարը քարի վրա չի կանգնելու, ցրիվ է գալու սաղ, պաշարվելու է, միթե չեք տենում, որ նույն բանն մեր հետ է կատարվել, դա այն է կատարվել մեզ հետ, ինչ որ կատարվել է հրեա ժողովրդի հետ, որովհետև մենք Աստծուց հեռացել ենք, մեր պաշտամունքը ուղղել երևույթների, շինությունների, քարերի, խաչերի, բայց մեր կյանքում երբեք երբ որ խոսքը գնա Աստծուն մեր կյանքը թողնելու, թույլ տալու մասին, այդ վաղտը, այդ ժամանակ քանիսս կանենք այդքանը Աստծուն թույլ տալ մեր կյանքը, բայց այնպես բոլորը հավատացյալներին, բոլորը քրիստոնյաներին։ Հիսուսը տաճարի, ընդ որում այդ Երուսաղեմի տաճարը այն վաղտը ընդունված էր, ասես քարը քարի վրա չի մնալու, ամբողջը ցրվելու է, հողին է հավասարվելու, այդպես էլ եղավ, ինչու՞։ Այ մենք Աստվածաշնչից իմանում ենք ինչու, Նոր Կտակարանից իմանում ենք ինչու, քրիստոնեությունից, միայն քրիստոնեությունն է բացատրում այդ ամեն երևույթների, այդ ամեն հարցերի պատասխանը։ Հիմա տեսնում ենք, չենք տեսնում ինչ է տեղի ունենում, այն ինչ որ կատարվել է Երուսաղեմի հետ, հրեա ժողովրդի հետ, Հրեաստանի հետ, նույնն էլ կատարվել է մեզ հետ։ Հիմա թշնամին, սատանի ժողովուրդը մտած մեր հայրենիքը ծաղրում է մեզնով, ծաղրում են, սատանան է իրենց միջոցով մեզ ծաղրում, գիտեք ինչու, որովհետև որ այդ կրթվելու, այսօր քարոզում է կրթվելու փոխարենով մենք այդ բազում անիմաստ զբաղմունքների փոխարեն հազար ու մի մասնագիտություն է ձևավորվել, չես կարող հաշվել, ես մի անուն չեմ ուզում էլ տամ, որ տամ բոլորը պիտի տամ, չեմ կարող բոլորը տալ, ինչքան մասնագիտություններ է առաջ եկել, ինչքան թեորիաներ է առաջ եկել, տեսություններ է առաջ եկել, այ որ դրա փոխարեն մենք Աստծուն մոտենայինք, այդ վաղտը Աստծուն, Աստծո ժողովրդին ոչ մեկը չի կարող ծաղրել, Աստված թույլ չել տալ, այդ վաղտը Քյամրամի նման բոլոգերները չեն կարող Աստծուն ծաղրել, մեզ ծաղրել, Աստծուն նրանք չեն կարող ծաղրել։ Եվ եթե մեր պարագայում Աստծուն նրանք ծաղրեն, ապա մենք ենք թույլ տալիս։ Այ որ մենք իմանայինք Աստվածաշունչը, Աստծո ուսմունքը, ընդհանրապես մենք հասկանայինք, որ հայ ազգը դա Նոյի սերունդն է, եւ ինչ որ մեկը
պատասխաներ քյամարամներին, կբացատրեր անձամբ ես չեմ կարող նման մարդու հետ խոսեմ, որովհետև ես որպես հայ ազգի ներկայացուցիչ ստացվում է հայ ազգն է թույլ տվել այդքանը, որ թշնամի մեզնով ծաղրի։ Եվ ինչ է ասում Հիսուսը, որն է դրա պատասխանը, որն է դրա լուծումը, երբ որ մենք Աստծուն մոտենանք, մեր սերունդը Աստծուն մոտենա, մեր ազգը Աստծուն մոտենա, այն վաղտը սա հարցերը կլուծվի, այն վաղտը Աստված անձամբ իրենց պատասխանը կտա։ Երբ որ մենք աստվածասեր դառնանք, այն վաղտը քյամարամներ չեն լինի, այն վաղտը մենք հայրենիք չենք կորցնի, այն վաղտը մենք Աստծո խոսքովը դևեր կհանենք, այն վաղտը Աստծո խոսքով մենք հարցերը կլուծենք, որովհետև Հիսուսը ասում է. ճանաչիր ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի։ Ոչ մի բանի մասին չի ասում շենքերը ձեզ կազատեն, չի ասում խաչը ձեզ կազատի, ասում է ճանաչիր ճշմարտությունը, ճշմարտությունը ձեզ կազատի։ Ով է ճշմարտությունը, Հիսուսն ասեց, ես եմ ճշմարտությունը։ Այսինքն հարցերի լուծումը Հիսուսի ճանաչման մեջ է։ Կարճ ամփոփ եմ, հիմա թշնամին այնպես է ստացվում, որ հային ուզում է մոռացնի ինքը ով է եւ ասում է դուք քոչվոր եք։ Այսօր հային համոզցնում է, այդպես է ստացվում, բայց այդպես է, դու կարդիր Աստվածաշունչ, իմացիր, ով է հայը, այն վաղտը իմացիր, հայը քոչվոր է, թե ով է։ Սա հարց է, որ ես մենակ չեմ կարող այդ հարցը լուծեմ, սա համատարած հարց է, սա ամենի հարց է, հարցեր կա, որ բոլորին է վերաբերում, սա բոլորի հարցն է, սա իմ հարցը չի։ Խոսքը խոսքի վրա գալիս է, եւ ընդհանրապես վերջ տվեք այդ մոտեցումները, որը ոչ մի օգուտ չի բերելու, թե մենք այսինչ ազգի սերունդ ենք, այսինչ հայեր ենք, այսինչ ժամանակից ենք, առաջին ենք քրիստոնեություն ընդունել, այդ բաները, այդ անօգուտ բաները, միթե նույն բանը չի, որ այդ նույն իրավիճակն է, որ Հիսուսին իր խաչողները եկան ասին, գիտես, մենք Աբրահամի զավակներն ենք, մենք հայ Աբրահամ ունենք։ Ինչ պատասխանեց Հիսուսը։ Հիսուսը ասեց, Աբրահամը ինձ տեսավ, իմ օրը տեսավ եւ ուրախացավ։ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի սերունդ հանել։ Եվ այդպես էլ արավ։ Հիսուսը իր զոհովը, իր կյանքովը Աբրահամի սերունդ հանավ։ Մենք ենք Աբրահամի սերունդը Հիսուսի հետ կապվելով։ Մենք ենք այն քրիստոնյա ազգը հայ, երբ որ Հիսուսի հետ կապվում ենք։ Իսկ երբ որ Հիսուսի հետ կապված չենք, այդտեղ ոչ մի բան օգուտ չի։ Այդտեղ միայն մնում է պատմություն։ Դրա համար է մենք միայն պատմությունից ենք խոսում։ Այսինքն սա այսպես է աշխատում։ Դա եղել է այն ժամանակ։ Դա այն ժամանակ է եղել։ Դա այն ժամանակ է եղել, երբ որ մեր պապերը ընդունել են Աստծո զավակին Հիսուսին։ Բա հիմա չէ որ Աստված անհնազանդ սերունդին դատաստան է անում։ Եվ ընդհանրապես թեման այնպես ստացվեց, որ ազգությունից խոսեցինք, եւ ընդհանրապես ինչ որ վերաբերում է ազգության հետ, պետք է հաշվի առնենք, որ մենք այնքան ունենք կապ, մեր հայրենիքը այնքան ունի կապ այդ իրադարձության հետ, այսինքն խոսքը վերաբերում է 3 զավակներին, Նոյի 3 զավակներին, որոնցից մեկը անիծվեց, Քամը, իսկ Հաբետն ու Սեմը օրհնվեցին։
հայերը հաբետ սերունդից են, հաբետ որդուց են, իսկ հրեաները սեմ որդուց են։ Եվ հաբետը, եթե չեմ սխալում, Թորգոմայի թոռն է, իսկ հայկը նահապետը Թորգոմայի թոռն է, այսինքն Թորգոման հաբետի թոռն է, հայկը Թորգոմայի, այսինքն մեր ազգը կապված է Թորգոմայի հետ, ավելի ճիշտ, ուղղակի հայ անունը ստացվեց Հայկ անունից։ Եվ ես այն համոզմամբ եմ, որ մենք Աստված մեզ որպես ազգ ստեղծել է Աստծուն փառք բերելու եւ իրան պատիվ բերելու եւ Աստծուն ներկայացնելու ամբողջ աշխարհում։ Իսկ երբ որ դա մենք չենք անում, մենք դառնում ենք այսպես, հայտնվում ենք այսպիսի իրավիճակում։